Պարոն Ծառուկյան, շատ է խոսվում այն մասին, որ վերջին 20 տարիներին եկեղեցաշինությունը մեծ թափ է ստացել Հայաստանում եւ միգուցե դրա փոխարեն ավելի լավ էր այդ գումարները ներդնել մանկապարտեզներ, դպրոցներ, աշխատատեղեր ստեղծելու համար։ Դուք ինչ կարծիքի եք։ Ես այն կարծիքին եմ, որ կառուցողը կառուցում է, եւ եկեղեցիներ եմ կառուցել, եւ դպրոցներ, եւ մանկապարտեզներ, եւ հիվանդանոց եմ կառուցել։ Այնպես չի, որ պարտադիր սա պետք է չանես նա անես։ Այլ ինչ պահ է գալիս է, եթե դու կարող ես օգտակար լինել, ծառայել, պիտանի լինել, ճիշտ օգտագործել, Աստծո տված այդ հնարավորությունը ի սրտե կատարես, ոչ թե ձևական։ Սա պետք է անեն, որ ինձ գովաբանեն կամ սա ինձ պետք է ես անեմ։ Այլ կոնարցիան սահմանում, եթե դու կարող ես օգտակար լինել, աջակից լինել, լավություն անել, մարդուն պիտանի լինել, դու պետք է անես։ Այդպիսի ոլորտ գոյություն չունի, որ ես օգտակար եղած չեմ։ Ասելով պարտադրելով չի։ Ըստ ցանկության, ինչ հնարավորություն տրվում է, մարդը պետք է կարողանա կառուցել։ Տարապեց նկատել եմ, որ ձեր հրապարակային ելույթներում միշտ ավարտում եք Աստվածպահապան բառերով։ Հավատքը ինչ տեղ է գրավում ձեր կյանքում։ Հավատքը քո գործունեության մեջ է, արարքի մեջ է, քո սկզբունքի մեջ է, պահվածքի մեջ է։ Քո խղճի առաջ պետք է ճիշտ լինես։ Դա ամենամեծ գնահատականն է եւ մտածելակերպի, եւ ապրելակերպի, եւ հոգու հանգստության համար։ Ինձ համար խիստ ճակատագրական եղավ Գագիկ Ծառուկյանի առաջարկությունը եկեղեցի կառուցելու։ Մեր այս ծանր պայմաններում մշակութային մի նոր խոսք ասել։ 1993 թվականի աշնանն էր, ու ինձ ասեցին, որ մարդկա ուզում է տեսնել քեզ, եկեղեցի ուզում կառուցել։ Ճիշտ ասած, սկզբում զարմացա, որովհետև այն ժամանակ դեռ սովետական միության այդ ամբողջ շղար, շբան ազդեցությունը կար ու մասնավոր մեկ մարդ բարեարություն է ուզում անել եկեղեցի կառուցել։ Այդ միտք անգամ չէր կարող լինել։ Միշտ էլ ամենայն հայոց կաթողիկոսների հորդորներով մեր իշխանական կեցված ունեցող հայորդիները կառուցել են եկեղեցիներ, վանքեր։ Պարոն Ծառուկյանը եկեղեցիներ սկսեց կառուցել, բայց ինքնաբուխորեն։ Ինքը որոշեց, ընտրեց Վեհապար Հայրաբեդին, որ այստեղ եկեղեցի կառուցվի եւ կառուցվեց այդ եկեղեցիները։ Մեր ժամանակ դեռ շինարարական, էլեկտրական այդ գործիքները Հայաստան այդպես մուտք չէին գործել։ Եվ այս ինչ որ տեսնում եք, լրիվ ձեռքով եւ զուբիլով կառուցվել այնպես, ինչպես որ միջնադարում կներ։ Ամենք այստեղ ձեռքի գործ ինչ որ տեսնում եք։ Առաջի եկեղեցին ինչ որ մեկը Վարդենիսի տարածաշրջանից ծեր մարդ երազատեսնում։ Գագիկին ասել էր, որ ինձ երկու անգամ երազ ա եկել, ես չեմ եկել քեզ ասել, բայց ինձ հանգիստ չեն տալիս, ասում են, որ իրան ասա։ Աստվածածնի քանդված եկեղեցուց դեպի արևելք պիտի անպայման եկեղեցի կառուցեք։ Բացի ուրիշի երազը, նաև մորաքույրն էր տեսել այդ նույն երազը, որ քանդված այսպես փլատակներ է եւ այդ փլատակների մոտ կանգնած է Գագիկը ու պետք է ինքը տեղանքում եկեղեցի կառուցի։ Զուգադիպեց եւ հաջորդեց մեկը մյուսին։ Շատ կարևոր նշանակություն ունի, հենց առաջին հերթին այն, որ ուղղակի որոշում չի եղել հենց եկեղեցի կառուցել, այլ հատուկ երազներով, ինչ որ նշանավորություն է հայրիկիս մոտ։ Ըստ իս յուրաքանչյուր քրիստոնյա մարդու համար պետք է կարևոր դեր ունենա այն ամենը, ինչ որ կապված է հոգևոր արժեքների հետ։ Եկեղեցիները կառուցելու համար առաջներում քահանաները հավաքվում էին, աղոթք էին բարձրացնում առ Աստված, եւ այն բլրիկ ամեն տաղաստիրա, որտեղ լույս էր իջնում, այդտեղ կառուցում էին եկեղեցի։ Այսօր այդ բանը էլի է արվում, տարբեր կերպերով, երազով, տեսիլքներով, այստեղ կառուցեք եկեղեցի։ Ես հիշում եմ առաջի եկեղեցին, երբ որ պարոն Ծառուկյանը կառուցեց, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Արաժինի ծռամբ օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Կարելի է ասել, այս եկեղեցու ծնունդը առաջի պտուղն էր եկեղեցաշինության մեջ։ Գիտեք ինչու ես ուրախ եմ այս եկեղեցու շինության համար։ Այսպիսի եկեղեցիների շինությամբ մենք փաստում ենք աշխարհին եւ գալիք մեր սերունդերին, որ հայոց եկեղեցին անցյալի պատմություն չէ,
այսօր ինձ երջանկացրիք եւ գնահատում են Բարոն Գագիկին, որ ամեն ջիք եւ ջանք է թափում, որ այս եկեղեցին շուտ ավարտվի։ Հալալ Ալլահ վաստակդար, հալալ։ Սա այն եկեղեցին է, որտեղ 3 կաթողիկոսներ ներս են մտել շինարարության ընթացքում։ Սկսվել է Վազեն առաջին օրոք, Գարեդին առաջինը ընթացքին տեղյակ է եղել եւ բնականաբար հետևել է, եւ Գարեդին երկրորդը բացկանարողություն արել։ Ես հիշում եմ, երբ որ այսպիսի մի առաջարկ եղավ այն գյուղերում, որտեղ եկեղեցի չկա, ուղղակի խաչքարեր էր զետեղվի։ Պարոն Ծառուկյանը 60 գեղեցիկ խաչքարեր տվեց, արեցին ճարտարապետները եւ զետեղվեց Հայաստանի տարբեր գյուղերում, որտեղ մենք չունենք եկեղեցիներ։ Այս բոլորը խոսում են պարոն Ծառուկյանի անմնացորդ նվիրումի մասին, նվիրում իր ժողովրդին, նվիրում իր եկեղեցուն։ Ոչ մեկ եկեղեցի մարդը հենց այնպես չի կարող կառուցել։ Եթե երկնքից իշխանություն չլներ, եւ թույլտվություն չլներ, եւ օրհնություն չլներ, Ծառուկյանը չէր կարող այս բան անել։ Ծառուկյանին տրված է երկնքից այս շնորհը։ Քիչ փողատերեր կան, որ չեն կառուցում, անգամ մտքներով էլ չի անցնում։ Ամեն մարդու տրված չի։ 94-95 թվականներին առնջի բլրին արդեն պարոն Ծառուկյանի առաջին եկեղեցին կառուցված էր, ինչը հորս շատ էր ոգևորում, այդ դեպքում արդեն երևի խոսում էր նաև ոչ թե որպես սպորտսմեն, այլ նաև պատմաբան, ասում էր պատմության մեջ սա եզակիներից է, որ հայոց հողի վրա հայ մարդը իր սեփական միջոցներով կառուցում է եկեղեցի։ Նաև ունենք պատմական եկեղեցիներ, որ խոնարհված վիճակում էին, որ վստահաբար բազմաթիվ հայորդիներ անցել են միգուցե մեծ հնարավորությունների տեր, բայց չեն անդրադարձել եկեղեցու հայցին։ Ներքև Մայրամասվածածի եկեղեցին, այստեղից մի քանի քայլ է ներքև ընդամենը Պարիսպապատ եկեղեցի, այս եկեղեցին ավարտեցինք, ինքը նորից հարցը բարձրացրեց, որ անենք, ասացի անենք։ Հիմա մենք գտնում ենք Պարսպի ներսում, տեսնում եք, այս առաջի շարքը Կիկլոպյան շարվածքով է եղել։ Դա հին նախաքրիստոնեական շրջանի շարվածք է, որ վերականգնել ենք։ Երկրորդ շարվածքը վաղ քրիստոնեական շրջանը եւ կա երրորդ շրջան, որի ընթացքում Պարսպի վրա շարվել են խոնարհված եկեղեցու քարեր, եւ դա երրորդ շրջանն է։ Սուրբ Աստվածածին եկեղեցին ես չեմ ասում վերանորոգեց, հատուկ օգտագործում եմ վերակառուցեց, քանի որ այնպես չէր, որ եկեղեցու սպադերը մնացել, եկեղեցու հիմքերն էին մնացել եւ ցրիվ եղած քարեր եւ հիմնովին վերակառուցվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Եկեղեցին պահպանված էր մոտավորապես այս չափով, հյուսիսային կողմում ավելի ներքև էր, գրեթե զրոյական վիճակ էր։ Եվ հարավային կողմում էլ ընդամենը 2 շարք էր պահպանված։ Այստեղ ինձ ինչ է, որ զարմացրեց։ Խաչքարերը 13-14-րդ դարի բնորոշ քանդակներ են, բայց հատակագծային հորինվածքը տանում է 7-րդ դար։ Ամենը խոսում են մասին, որ միջնադարում վերականգնվել է եկեղեցին։ Միանշանակ ես համոզված եմ, որ 7-րդ դարի կառուցանքը։ Ծառ Ծառուկյանի նույնական հնարավորություններով նաև ամբողջովին վերակառուցվեց Սուրբ Կարմրավոր մատուռը, որը հենց առինչ գյուղում է գտնվում եւ 15-րդ դարի շատ արժեքավոր մատուռ է։ Հուշարձանի պահպանության արդեն գործակալությունը իր մասնագետներով վնագետներ ուղարկեց։ Մենք ամբողջ պեղեցինք, չափագրեցինք, նախնական աշխատանքները ավարտվեց, հետո սկսեցին վերականգնման աշխատանքները։ Ոչ թե վերանորոգել եմ, այլ հիմքն է մնացել։ Հրավիրել եմ ճարտարապետության հանրության կոմիտեի, թե սա ինչ տեսք պետք է ունենա, որ ես մեղքի տակ չընկնեմ, դրանց ես չեմ խառնվել։ Ես միայն ֆինանսավորել եմ, դա կառուցել ենք։
70 տարի գտնվելով սովետական միության կազմում, փորձվել է ժողովրդին հեռու պահել կրոնից, եկեղեցուց, հավատքից, ոչնչացնել մարդկանց մեջ այդ ամենը, ու հիմա հատկապես երբ Հայաստանը անկախ է, առավել կարևորում եմ նորերի կառուցումը, որը մարդկանց այլ ավելի է մոտեցնում հավատքին, այլ ավելի է մոտեցնում Աստծուն ու եկեղեցուն։ Մեր անասնաֆերման փոխադրել էինք աղմաղան կոչված Սարատեղը ու իմացան, որ Գագիկին ծնվել է 4-րդ աղջիկը, Անահիտս նոր էր ծնվել։ Ինձ մոտ կար Քոչոյան Հասան, ասեց՝ «Ինչի՞ չեք գնում Սուրբ Հովհաննես, որպեսզի դուք էլ տղա ունենաք», ասի, «Ես առաջ անգամ եմ լսում, արդյոք կա այդպիսի սրբավայր»։ Այո, ասեց, կա։ Սպիտակի շրջանի մեծ Պաղնի գյուղի տարածքում է եւ շատ բարձր լեռան գագաթին։ Ու ես եկա տուն, ասեցի, ես պիտի գնամ Ղալթաղճի եզդիների հետ։ Իմ ընկերներն էլ էին ասում, որ տղա չեն ունեցել կամ երեխա չեն ունեցել, գնացել են Ղալթաղճի, համապատասխան մոմ վառելով, իրենց աղոթքը ասելով եւ մի տարվա մեջ իրենց նպատակ իրականություն էր դարձնում։ Ես էլ հավատացյալ մարդ եմ, իրոք գնացել եմ, 2-3 անգամ գնացինք եւ իմ տղան ծնվեց։ Երբ որ մենք առաջին անգամ գնացինք Սուրբ Հովհաննես եկեղեցին, ես շատ փոքր էի, տեսնելով այդ բարձրությունը, առաջին հարցը որ հորս տվեցի, չկար ուրիշ ճանապարհ, որ գոնե մեքենայով գնայինք, այսքանը մենք ոնց ենք ոտքով բարձրանալու, ինձ թվում էր անհնարին այդ ճանապարհը հաղթահարելը, բայց տեսնելով ավելի փոքր երեխաների, քան ես էի, ոտապոպիկ կանանց, ծեր տատիկ պապիկների, որոնք բարձրանում էին այդ սարը, այդ բարձրուքը իմ համար հաղթահարելի թվաց։ Այդ եկեղեցին սարի վրա է։ Եվ այնտեղ մեքենա հազիվ է բարձրանում եւ խաչքար գոյություն չուներ։ Ես առաջին խաչքարը դրեցի այնտեղ եւ անցավ մի 3-4 տարի, հիմա 200 խաչքարից ավել խաչքարեր է դրած։ Երբ որ տեղադրեց առաջին խաչքարը, չկար միակներ։ Եվ դա դարձավ օրինակ ու շարունակական բնույթ գրեց բոլոր այն մարդկանց, ովքեր որ հավատով, սիրով բարձրացել էին եկեղեցի։ Այո, իհարկե շատ է փոխվել տեղանքը, դա վկայում է այն փաստի մասին, որ ավելի ամրապնդվել հավատքը մեր ժողովրդի մեջ, ավելի են շատացել կատարված երազանքները եւ գնալով ավելի են շատանում այդ խաչքարերը։ Վստահ էինք, որ Աստված տեսնում է, ընդունում է այդ արարքը, այդ քայլը, որ մենք իրեն ենք ապավինել։ Չգիտեմ, ձեզ արդեն ասել են, թե չէ տատիկը եւ մայրիկը, նպատակը խնդրանքային էր, որ մենք եղբայր ունենանք, իսկ հետո Աստված այնքան ողորմած գտնվեց, որ ունեցանք եղբայրներ։ Ղալթաղճի պատմությունը գուցե սնահավատություն թվա, որ գնացին, բարձրացան սարը, մոմ վառեցին, աղոթք արեցին։ Ճիշտ է, մեր մեջ կենթանի Աստծուն ենք մենք սիրում երկրպագում։ Գուցե դա եղել է մեր հավատի ուժը, բայց փաստն մնում է փաստ, որ դա իրականություն է դարձել, որի համար շատ շնորհակալ ենք Աստծուն։ Այդ մի խաչքարից հետո այնտեղ ծլեց մի 150 հատ, 200 հատ խաչքար կային, բայց իմ տանես տարի տարավ ամենաբարձրության վրա իր շնորհակալական խաչքարը Ղալթաղճում մեր Սուրբ Հովհաննեսին։ Բարբերաբար ամեն տարի մենք գնում ենք մեր ընտանիքով, երկրորդ տղան ծնվեց։ Երկրորդ տղան ծնվեց, կառուցեցի մի հատ մեծ խաչքար, որը դա արդեն ճանապարհի վրայից ամբողջ տարածքից երևում է 7 մետր բարձրություն ունի խաչքարը, որը մեծ չարչարանքով, այո, կազմակերպեցինք, տարանք տեղադրեցինք, ու այսօր բոլորն էլ գիտեն, որ գնալով այնտեղ, մոմ վառելով, աղոթելով իրենց նպատակների ցանկությունները իրականություն է դառնում։ Երեխան չէր խոսում, տարի հասցել են այնտեղ, խոսացել է։ Երեխան չէր քայլում, այնտեղ արդեն քայլելով գնացել է։ Տղա չուներ, գնացել է, տղա է ծնվել։ Երեխա չուներ, գնացել է, երեխա է ծնվել։ Եթե հավատքով հույսով գնում ես, քո հավատքը իրականություն է դարձնում։ Այո, այս Գագիկի տեղադրած վերջի խաչը երևում է այստեղից։
Այրումի եկեղեցին էլ դիմել էին Այրումի բնակչությունը, մի քանի անգամ էլ ինձ են դիմել, որովհետև ես էլ էի Մեղուների հարցով հաճախակել նոյեմբերյանով 5 գյուղ կա իր շրջակայքում եւ սկզբից ասեցին մի փոքրիկ մատուր կառուցել, որպեսզի աղոթատեղի, որովհետև իրանք երկար տարիներ ապրել են նոյեմբերյան տարածքում չեն ունեցել։ Այդ եկեղեցին կառուցեցինք, բացման արարողություն արեցինք, մատաղներ արեցինք, անձնեցինք իրանց։ Այնտեղ անում են ծնունդ, կնունդ, հարսանիք, կսակադրություն։ Կառուցվեց նոր եկեղեցի Այրում, Ավանում եւ իրենք իրենց գործնեությամբ իրոք մեծ օգտակարություն են բերում մեր հավատացող ժողովրդին։ Պարոն Ծառուկյանը անձանձիր կերպով, նվիրված կերպով եկեղեցաշինության է լծվել։ Հայրս ինչ որ նախաձեռնում է, միանգամից չի բարձրաձայնում, իր մտքերը, իր ցանկությունները փորձում է իրագործել, հետո նոր հայտնել։ Չի սիրում տանը շատ ասի, պատմի։ Լսել ենք հեռուստատեսությամբ ճիշտն ասած։ Սիրով ընդունվել է իհարկե մեր կողմից, դա այն սուրբ գործն է, որ կատարվում է ժողովրդի համար եւ Աստված եւ ժողովուրդ կապն է այդտեղ։ Երբ ասվում է, որ հորս բազմաթիվ առիթներով խնդրել եմ, որ եկեղեցի կառուցի, դա իրապես այդպես է։ Ես բազմաթիվ անգամներ ականատես եմ եղել թե Աբովյանի տոնին, թե այլ միջոցառումների, որոնք տեղի են ունենում հենց Աբովյան քաղաքում, տարբեր առիթներով մարդիկ մոտենում եւ խնդրում էին հորս, որ եկեղեցի կառուցի։ Ես այդ ժամանակ փոքր էի, չգիտակցում, թե ինչ են խնդրում։ Տղայա, չէ՞։ Դուք չունեք ընկեր Ծառուկյան։ Երկու հատ ունեմ։ Տղա, աղջիկ։ 4 աղջիկ, 2 տղա։ Աբովյանում եկեղեցի չկար։ Մեզ մոտ կար գործարար, որը ցանկացել էր եկեղեցի կառուցել, եւ այդ հիմքը քանդելուց հետո թող պետությունը ինձ հարկերից ազատի, որ եկեղեցի կառուցեմ, ու չկառուցեց։ Բոլորովին ուրիշ բարերար էր, կատարել է նախագիծը ըստ բարերարի հնարավորությունների, բավականին համեստ եկեղեցի էր։ Պարոն Ծառուկյանը տեղեկանում է այդ մասին եւ ցանկություն է հայտնում, որ ինքը լինի բարերարը եւ կառուցի նոր, շատ ավելի աչքի ընկնող եկեղեցի։ Անցավ մի 5 տարի, 7 տարի, տղաս ծնվեց, Աստծո կամոք ծնվեց։ Ասի չի ասեցի, ես կկառուցեմ։ Աստված ձեր ամենն է, ուրեմն իմ պարտք Աստծո առաջ ես պետք է կատարեմ։ Նախանձախնդիր է եղել, եթե ինքը այդ հողու ջրի մարդ է, ինքը պետք է անպայման կառուցի։ Կանչել, Սամվել, պետքա դրսից գան մեր Աբովյանում եկեղեցի կառուցեն, մենք չենք կարող կառուցել, ես չեմ կարող։ Ես ծանոթացա պարոն Ծառուկյանի հետ եւ ես տեսա, որ պարոն Ծառուկյան ուղղակի ոգեշնչված է, ներկայացրեցի այս եկեղեցու նախնական տարբերակը։ Եվ այս տեղում, այս բլրակը, որ շատ համեստ մի բլրակ էր, անշուք, սկսվեց շինարարությունը։ Մի անգամ պատմեց Ղուլյանն ասեց, սկզբից մտածեցի փոքր-մոքր ինչ-որ բան ա ուզում, բերեցի, ասում ա ներկայացրեցի, ես էլ մտածեցի երևի սա մեծ կլինի բան, որ ներկայացրեց, ասեց, այ տղա, այս ինչ փոքր բան ես բերի, մեկ գնա կակին բան գծի բեր։ 2006 թվականից սկսվեց եկեղեցու շինարարությունը։ Այդ շինարարությանը մասնակցել մոտավորապես 100 աշխատող։ Արմատուրщикներ, ապալովչիկներ, բետոնշիկներ եւ այլ մասնագետներ են մասնակցում այս հսկայածավալ աշխատանքի։ Շին հրապարակում շատ վեհ մթոլորտ է, որովհետեւ բոլոր շինարարներս էլ զգում էինք ինչ են կառուցում, պատմական կոթող էինք կառուցելու, որը մխում էր բոլոր աբովյանցիների սրտից, որովհետեւ կատարվել է մեր Աբովյանի բնակիչների բազում տարիների երազանքը։ Մինչ եկեղեցաշինության անդրադառնալը կուզենամ խոսել արմատի մասին, այսինքն ինչն է դրդում հենց եկեղեցաշինության, այդ շարժիչ ուժը հենց հավատքն է, այսինքն հայրս փորձում է ինչ-որ կերպ արտահայտել իր սերը առ Աստված։ Դա այն թեման է, որի մասին շատ հաճախ մարդիկ չեն սիրում խոսել, արտահայտվել, որովհետև դա ավելի շատ մարդու ներքին աշխարհն է, ինձ համար ամենաառաջնայինը հենց հավատքն է հորս մեջ, որը եւ արդեն ժամանակի ընթացքում տարբեր կերպ է արտահայտվել, փոքրիկ մատուրի վերանորոգմամբ, հետո խաչքարերի տեղադրմամբ տարբեր շրջաններում եկեղեցաշինությամբ, իսկ վերջին կարելի ասել արդեն մեծագույն կոթողը հենց հանդիսացավ Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցին, այդ մեծ տաճարը։ Այդ առաջի օրնության հիմնակարերին ես կողքն եմ եղել կնոջ երեխաների հետ։
Նրանից հետո գնում էր ամեն օր, այդպիսի օր չեղե, որ նա չգնա եկեղեցի։ Անգամ օրը 2 անգամ հետևել է այդ աշխատանքներին, ամեն մի դետալին ուշադրություն դարձնում, ամեն մի քանդակին, ամեն մի պատկերին, ոչ թե հանձնարարում է ճարտարապետներին, որ պետք է անեն, այլ ոչ ինքը անձամբ սրտացավությամբ հետևել է բոլոր շինարարական աշխատանքներին։ Երբ որ նոր էինք սկսել աշխատել, մեր համար դա զարմանալի էր։ Երևի մեզնից շուտ էր գալիս ինքը։ Ամեն ինչ մանրամասն նայում էր, ոչ միայն այսին քանդակագործների աշխատանքները նայում, հետևում էր, թե ոնց են անում, ախր ամեն ինչն էր հետևում։ Որ ասեմ չեք հավատա, 100 հոգի մարդ էր աշխատում, բոլորին անձամբ անուններով գիտեր։ Հայ, եւ ոչ միայն ու գիտեր ինչ տեսակի մարդ է։ Շատ դժվար եւ շատ հեշտ էր աշխատել պարոն Ծառուկյանը։ Շատ հեշտ, որովհետեւ դա բարերար չէր մեր սովորական բառի իմաստով, նա ամեն օր ներկա էր, ամեն քարը, ամեն կամարը, ամեն սյունը, ամեն զարդը կարելի ասել ճանաչում էր, տեղյակ էր։ Եվ դժվար էր այդ տեսակետից նաեւ միաժամանակ, որովհետեւ երկու չափազանց մեծ հնարավորություն, կա նաև չափազանց մեծ պահանջ, պարոն Ծառուկյանը շատ արագ է աշխատում, ոչ մի րոպե դադար չի եղել։ Ինքը իր բնավորությամբ, որտեղ շինարարական օբյեկտ ունեն, կապ չունեն շատ մեծ է, շատ փոքր է, գոնե մի անգամ օրը պետք է մտնի, գոնե մի անգամ, բայց մտնում էր օրը 2-3 անգամ։ Ինչ պակաս բան տեսնում էր, տեղում զանգանում էին, որը որ եկեղեցու համար է, կլինի դա տախտակ, կլինի դա արմատուրա, կլինի դա եկեղեցու զանգը, կլինի դրսում պատրաստած խաչը, ինչ որ դրսում արվել նույնիսկ։ Ամեն հարցը կես զանգով։ Աստծո տված ոնց որ գիծ կար էլի, եկեղեցու շինարարության կապված ինքն իրան է արագ։ Դա կամ եկեղեցուց է կամ Ծառուկյանից է, կամ էլ համ Ծառուկյանից համ եկեղեցուց է, էլի։ Շատ հետաքրքիր էր հենց քանդակագործական ձևավորման ընթացքը։ Եկա մի պահ, որ զգացինք ուղղակի չենք հասցնում, քանի որ շինարարությունը առաջ էր գնացել, պարոն Ծառուկյանը որոշեց հանրապետությունով մեկ հայտարարել քանդակագործների մրցույթի պես։ Լսել էինք, որ շինարարությունը գնում է թափով, մրցույթ էր հայտարարված, մենք էլ միամիտներս եկանք փորագրելու համար։ Տեսանք բազմամարդ, ասենք երևի մեր տեղը ստեղ չի, շատ լիքն էին։ Մոտ մի 100 հոգի եկան որպես քանդակագործներ, որոնք քննություն հանձնեցին անձամբ Ծառուկյան Գագիկի մոտ։ Պարոն Ծառուկյանը ուզում էր ունենալ մի եկեղեցի, որը կամփոփեր մեր այդ տարավոր չկառուցած տարիների, չկառուցած դարերի մեր ունեցած լավագույն ձեռքբերումները։ Եթե նայում եք օրինակ այս քանդակներին տեսնում եք, որ սրանք սաղ ձեռքի աշխատանքներ են ու վարձատրում էր շատ լավ գնով։ Այդ չի եղել, որ ասենք այս գինը արժի այսքան ինքը սկսի սակարկել, տենց բան չկար, տալիս էր այն ինչ որ ուզել ես, բայց պահանջում էր, որ որակյալ լինի քո արածդ աշխատանքը։ Եթե մենք փորձենք կազմել հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանների տասնյակը, ապա կտեսնենք, որ այնտեղ հատկապես այն զարդաքանդակներով հարուստ եկեղեցիներն են։ Զվարթնոցի տաճարը, Աղթամարը, Գանձասարը, Մակարավանքը, Գեղարդավանքը, եթե խորտ լիներ, մենք չէինք ունենա այդքան հարուստ զարդարվեստ։ Քարը, մեր բնաշխարհի այդ հարուստ քարը, ուղղակի աղերսում է զարդաքանդակ։ Ասեղնագործ որ ասում են, ես համաձայն չեմ, ինչ որ պահպանվել է, ավելի շուտ ոչ թե ձեռագործից է պահպանվել մեր մշակույթի մեջ, այլ քարը, քարի վերաբերմունք է սիրում։ 2 տոննա, 3 տոննանոց քարեր կա այստեղ։ Իր մեծությունով դաժե քարեր կա, որ 3-4 մետրանոց քարեր են։ Այ օրինակ մեր բարավորը, որը գտնվում է հենց այս դռան վրա, հենց բարավոր միտքը հենց էտա, որ պետք է մի հատ լինենք այդ քարը։ Ի սկզբանե պայմանավորվել էինք, որ բոլոր լուծումները, մանավանդ զարդաքանդակային, պիտի պարոն Ծառուկյանը տեսնի իր այսպես համաձայնությունը տալ։ Շինարարության ընթացքում մեզ պետք եղավ
շատ խոշոր քարեր, երբեմն շաբաթներով սպասում ենք, որ այդ չափի 2-3 մետրանոց մի կտոր տուֆակար մեր նախընտրած գույնի, որակի, մյուս եկեղեցիների փորձից ասեմ, որ դա շատ դժվար լուծող խնդիր է։ Պարոն Ծառուկյանը անանք ստանում էր մեծ դժվարությամբ տեղադրված քարերը, ոչ մի տեղ նման լուծում չկա ինժեներական։ Հանկարծ երկու քանդակագործ զոբիլները, ձեռքերը, չակուժները ասում, մտածում եմ, որ հանկարծ բան չլի, ամբողջ արդեն զանգակատունը կառուցված է։ Ոնց էր դիմում։ Հա, պրոֆեսոր, երբ եք բրձնելու, հա, նայեք, տեսեք, քարեր հանկարծ չփչացնեք։ Պատկերաքանդակները աշխուժություն մտցրեցին։ 1300 քառակուսի մետր զարդաքանդակ։ Հազարավոր կամ տասնյակ հազարավոր խաչեր, որտեղ կան, որ բացահայտ խաչեր են զարդաքանդակների մեջ, կան թաքնված խաչեր, ոչ մեկը չի կարող հաշվել, թե այս եկեղեցու քանի խաչ կա։ Սկզբից ես փորձում էի հաշվել, հետո հաշիվ կորցրեցի եւ տեսա, որ անիմաստ չեն կարող։ Մեծ էր ոգևորությունը, խանդավառությունը, փոխադարձ վստահությունը եւ կարելի ասել եկեղեցու կառուցման ընթացքի լավագույն տարիներն էին։ Իսկապես, երբ որ դες առավոտյան գալիս էինք, մուրճերի, այդ հատիչների չղջղկոցը զարմանալի բան էր, կարծես իսկապես տեղափոխվել էինք անի կամ չգիտեմ ախտամար կամ այն ժամանակները եւ պարոն Ծառուկյանը գալիս էր եւ երկար նայում էր։ Ոք երկար նայում էր։ Երբեմն ասում էր որ գալիս եմ այստեղ չեմ ուզում գնալ որևէ։ Արի ես մի հատ բան ասեմ դες, եկեք 18 արեք։ Հա, էլի նույն ձևի է, հավասար կամ անհավասար կբաժանենք։ Իմ գործերը Ծառուկյանը տեսել էր եւ ինձ հրավիրեց։ Ինքը շատ հավանել էր, շատ զարմացա, որ միանգամից կողմնորոշվեց։ Ասեց դուք պիտի արեք։ Մի տարի 7 ամիս ես միայն նախապատրաստում էի էսքիզները։ Հետո ինքը իմացա, որ իմ տղան էլ է սրբապատկերներով զբաղվում եւ ասեր տղայդ անպայման պիտի կանչես, որ ինքը գա եւ միասին պիտի անեք։ Գմբեթը պատրաստ էր, դեռ բետոնային աշխատանքներն էր գնում։ Ասեց գնա մի հատ նայի։ Ճիշտ ասած, որ եկա բարձրացա այդ տախտակամածը նայեցի, մի վախ ապրեցի։ Դե 460 քառակուսի մետր կես ֆուտբոլային դաշտի չափը մակերես, այստեղ չի երևում, որովհետև 39 մետր բարձրության վրա է։ 20 մետր արտաքուստ տրամագիծը, համացան համար ասեմ, որ Զվարթնոցի գմբեթը 13 մետր էր մոտորապես։ Միջնադարում մենք ունենք 13 մետր թռիչքով առավելագույնը, դա Մաստարայի Սուրբ Հովհաննեսն է եւ Արթիկի Սուրբ Գևորգը, որը չի պահպանվել։ Աշխատանքի պահին լինում էր պահեր, պատկերացրեք, պիտի գիծ գծվի, որի երկարությունը 4 մետր է։ Վերցինը վերցնում ես, ներկը թաթախում ես, ու սենց գծելով գնում ես, ներկը սենց ծորում է, ու դու այդ գծով պիտի գնաս, ու չգիտես աջ պիտի գնաս, թե ձախ։ Միայն աղոթքով ասած մեր Տեր Աստված, ես չգիտեմ, այս գիծը ճիշտ է գնում, թե չէ։ Այդ գծելով գնում էինք առաջ։ Ի պատիվ մեր որմնանկարիչների, հայր եւ որդի Ազարյանների, որ շահեկանորեն լրացվեց Ռոսլինյան շրջանի շունչը շատ բարձր մասնագիտական մակարդակով, կարելի ասել նույնիսկ Հայաստանում եզակի։ Երբ որ մենք տախտակամածը պատրաստել էինք տալիս, ես խնդրեցի, որ մի դռնակ պատրաստեն, որտեղից մենք կարող ենք ճախարակով ներկեր, ջուր բարձրացնել վերև։ Եվ հանկարծ նկատեցի, որ այդ դռնակը, որ պատրաստել է, ընկնում է ուղիղ դեմքի տակ, իջա ներքև, ասացի դռնակը բացեն, դռնակը հենց բացեցին, Հիսուսի դեմքը այսպես շրջանակի մեջ պատկերվեց։ Այդ օրը ուրեմն երեկոյան պարոն Ծառուկյանը եկավ, ասի պարոն Ծառուկյան, ասի մի բան եմ ուզում ձեզ ցույց տալ։ Հեռախոսով զանգեցի, ասացի դռնակը բացեք, դռնակը որ բացեցի տեսավ, զարմացավ։ Ես ինչ եք անում։ Տախտակամած էր կապած, ինքը ամեն օր այդ դժվարին խառաչոյով, ասենք, բարձրանում էր ինքը վերև, որպեսզի նայեր, թե նկարիչները ոնց են նկարում։
երանդով, սիրով, ամեն ինչով ասած լցված, ոգևորված եկեղեցու կառուցման ժամանակ անդադ այդ վիճակի մեջ էր։ Երբ որ մենք Հիսուսի դեմքի խնդիր ունենք, թե ինչպիսի դեմքը պիտի լինի, օգտվել ենք հայկական մանրանկարչությունից, Կիլիկյան դպրոցից։ Մենք դիմանկարները անում էինք, խնդրում էինք, որ պարոն Ծառուկյանը գա եւ հավանություն տա։ Բացի ասում եք, դաժան նկարիչներն էլ էր ուղղություն տալիս, ինչ որ գործի մեջ, որ ասում է շինարարությունը հասկանալ է, նկարիչներին նկարնել էր ինքը ասում ոնց պետք է արվի։ Ներից պարոն Ծառուկյանը իր սովորության հայամած միշտ լավագույններին է կարողանում փնտրել, գտնել, ընտրել, բազմաթիվ տարբերակներից ընտրվեց, որ նա նկարի այս տարբերակը իր չափերով Հիսուսի այսպիսի պատկեր, ես որքան գիտեմ քրիստոնյա աշխարհում չկա։ Մենք տեսանք, որ Եվրոպայում էլ է չափի չկա։ Այդ չափի Հիսուսի պատկեր չկա։ Ռավենայում կա մի հատ, որը մոտավորապես 7 մետր է, թե 8 մետր է։ Ամբողջ Հիսուսի իր շրջանակով 12 մետր է։ Եկեղեցու շինարարությունը տևեց բավականին երկար, շտապողականություն բոլորովին չկար։ Երբ որ ասում ենք երբ կվերջանա, ասում էր երբ որ կավարտենք։ Ոչ մի ծրագիր չեղել։ Մենք այս աշխատանքը արել ենք եւ աղոթքով։ Այս աշխատանքի մեջ Աստծո նախախնամությունը կա։ Ինքը բավականին խիստ մարդ է, բայց ինքը ճիշտ կողմնորոշվող է։ Այդ աստվածային շնորհը ունի ինքը։ Թվում է թե վերամբարձ բառեր եմ ասում, բայց առանց դրա հնարավոր չի։ Հաճախ է հարցանչում, թե ինչու ճարտարապետի կամ մյուսի անունը չկա։ Եկեղեցին սրբապատկեր է, եւ սրբապատկերը գիտեք, չեն ստորագրում։ Որպես գաղտնիք պետք է ասեմ, միջալես ասեմ դարձյալ պարոն Ծառուկյանի պնդմամբ, որոշեցինք վերջում շինարարների, ճարտարապետի, քանդագործների անունից մեր աղոթքը գրել պատին։ 3 կամարների վրա այստեղ հարավային արևմտյան գրված է Տեր Աստված հիշյազիս օրժամ գայս արքայության քո։ Տեր Աստված հիշիր ինձ, երբ որ քո արքայության կգաս։ Եկեղեցու օծմանը բազմաշատ էր, Աբովյան քաղաքը յուրահատուկ հրճվանք, ուրախություն էր մեր հավատավոր ժողովրդի համար, փառք Աստծո։ Այսօր ամենակարող Տիրոջ օրհնությամբ մենք ունենք այդ սիրուն գեղեցիկ չինաշխարհիկ Սուրբ Հովհաննես եկեղեցին Աբովյան քաղաքում։ Ես եկեղեցիների բացումը ընդունել եմ, ոնց որ իմ որդու ձեռքով Աստված կառուցում է իրան օջախ, ես այդքան բան կասեմ։ Ուրիշ ոչ մի բան չեմ ասի։ Արդեն Սուրբ Սեղանը տեղադրված էր ավագ խորանում, ոսկերիչը բերել էր սկիհը, որը նախատեսված էր բացման ժամանակ օգտագործման համար։ Սկիհը վերցրեցի եւ դրեցինք Սուրբ Սեղանի վրա։ Հանկարծ գմբեթի Հիսուս ամենակալը սկսեց պարզ երևալ։ Ապշած էի մնացել։ Վերցրեցի, տեղափոխեցի, անհայտացավ։ Տեղափոխեցի մի քանի տեղեր, չէր երևում։ Հենց դրեցինք սեղանի վրա, ինքը անմիջապես նորից արտացոլվեց սկիհի մեջ Հիսուս ամենակալի պատկերը։ Շատ զարմանալի էր։ Շատ մեծ հանդիսավորությամբ օծվեց այդ եկեղեցին։ Մեր ժողովրդի մեջ շատ մեծ է հավատը, խոսք է պետք, կայծ է պետք, որ բռնկվի այդ ժողովրդի մեջ, հոգևոր սնունդ է պետք, մատչելի խոսք, որ ժողովրդի սրտին հասու լինի։ Շատ ուրախությամբ եմ մասնակցում, որ եւս մեկ աղոթատեղի է բացվել եւ հենց այդ պահին կարող են համախմբվել եւ փառք տալ Աստծուն։ Ինձ թվում է այդքան կարևոր չի տեղը, կարևորը զգաս Աստծո հետ կապ չունի թե որ եկեղեցում ես գտնվում։
եկեղեցին կարող է մտնելով հոգի կա, զգում ես այդ հոգին, որ մտնում ես։ Ոչ թե ձերի համար, որ կառուցել եմ, այլ դու պետք է դա կարողանաս հոգի դնես։ Ամեն եկեղեցի իր պատմությունը, հենց այնպես ես ոչ մի բան չեմ արել։ Դրանպես քանի եկեղեցի եք արդեն կառուցել եւ ինչ զգացում եք ունենում ամեն եկեղեցի բացելուց։ Դա զգացումով չի, կարևորը որ քեզ հնարավորություն է տրվել։ Մարդիկ ցանկանում են թեթևանալու, մեղքի թողություն անելու, աղոթելու, մոմ վառելու դարերի ընթացքում ազգի պահպանումը հավատն է տվել եկեղեցին։ Ավելի մեծ ազգություններ եղել, պետություններ եղել, որ այսօր չկան, բայց մենք կարողացել ենք դրա շնորհիվ այլ եւ պահպանել։ Նոր Հաջին քաղաքը խորհրդային շրջանում կառուցված քաղաք լինելով հանդերձ չուներ աղոթատուն։ Հիշում եմ, նշում էինք 90-ամյակը Նոր Հաջ քաղաքի։ Ես խոսք ասեցի եւ խոսքիս մեջ դիմեցի ժողովրդին ասելով, որ սիրելի հավատավոր ժողովուրդ, ցավում եմ այսօր, որ մենք մեկ եկեղեցի կոնե չունենք։ Իմ խնդրանքն է, որ Հաջնցուն վայել առաքելություն ունենանք։ Եվ խոսքիս մեջ ասեցի, որ այստեղ ներկա է նաև պարոն Գագիկ Ծառուկյանը եւ վստահաբար ինքն էլ իր աջակցությունը բերի։ Սրբազան, տեսար։ Դու գիտես որտեղ ինչ խոսացել է Սրբազան։ Այո, լրիվ հիշում եմ, կարտալով իմ միտքը շեշտեց, որ դու գիտեք Սրբազան որտեղ ինչ ասեք, անհրաժեշտություն է դա։ Ժողովրդի եկեղեցու կարիքը ունի։ Տարիներ առաջ հատկացվել էր հողատարածք եւ դրված էր ցուցանակ, որ այստեղ պիտի կառուցվի եկեղեցի։ Եվ տարիներն անցել էին, նոր հաջնեցները անհամբերությամբ սպասում են, բայց այդպես էլ այդ երանելի բարերարը չէր գտնում։ Նախագիծ ունես։ Միակին նախագիծ կա, որ խորհրդային շրջանում կառուցվի։ Բայց գեղեցիկ է։ Սիրուն է, ես ամենայն դեպս դա տրամադրել եմ։ Ուզում եմ գեղեցիկ լինի։ Ես չեմ հիշում այդ պահին ինչի անում, բայց ասաց, որ ես հենց հիմա բոլորի առջև խոստանում եմ, որ եկեղեցի պիտի կառուցենք։ Պրոյեկտի վրա կաշխատես, որ մեր կողմից ինստանց, որտեղ 6 տարի պետք է ֆունդամենտը լցնենք։ Սովորաբար եկեղեցու նախագծումը շատ երկար գործընթաց է, 1, 2, 3 տարի, բայց Վարոն Ծառուկյանի պարագայում դա շատ արագ է կատարվում։ Հիմա որ հիշում եմ, ինձ տարօրինակ է, շատ կարճ ժամանակում կատարվեց, շատ կարճ, այսպես ասած, թղթից մի անգամից շինարարություն։ Իմ կինս հիվանդ էր։ Ես ինձ այդքան թույլ չէի զգացել։ Իմ համար արդեն բոլորը միևնույն էր դառնում, որտեղ իրեն լինելու եւ չլինելու խնդիրն էր։ Շատ էր փոխվել հայրս այդ շրջանում, թեպետ նա փորձում էր այդ իր զգացածը շատ չարտահայտել, բայց որքան էլ հայրս փորձում էր դա քողարկել, թաքցնել, բնավորությամբ շատ ուժեղ լինելով, շատ դժվար իրավիճակներ հաղթահարել էր արիաբար, երբևէ դա նրա տեսքից, արտաքինից մենք չենք զգացել։ Հավատացած եղեք, միակ դեպքն էր, որ հայրս իրապես ես առաջին անգամ նրան տեսա ընկճված։ Իրարդ ազնվական կարգավիճակից սկսել ենք աշխատել, ստեղծել, ամեն մեկս մեր մասնակցություն ունեցել ենք։ Ու ինձ վրա շատ ծանր էր անդրադարձել։ Ինձ մոտեցան, ասես Սփյուռքը հայրը նույնպես մասնակցեն, ասի ոչ, ասի, սա ես նպատակ ունեմ, մենակ եմ կառուցում։ Թող Աստված փրկի իմ կնոջը։ Հերո տեղը չերու կան է, եկեք մոտ եկեք, բոլորտեղ մոտ եկեք։ Ես միշտ գիտեի, որ հայրս մորս շատ է սիրում։ Մեծացել եմ ջերմ, ամուր, առողջ ընտանիքում, բայց այդ օրերին ես շատ ավելի շատ համոզվեցի դրանում, զգալով հորս անսահման սերը մորս հանդեպ։ Ուրախ եմ, որ այդ օրերը շատ հեռու անցյալում են։
7-րդ եկեղեցին կառուցվել է հավատավոր ժողովրդի խնդրանքով։ Այդ շինարարության ընթացքում Գագիկը որոշեց, որ այդ եկեղեցու անունը ես պետք է որոշեմ։ Ի նշան երախտագիտության ես եմ ընտրել անունը, որ լինի ամենափրկիչ։ Ինչպես ակնարկեց, որ ինքը այդպիսի մի նվիրական ցանկություն ունի, դա իր աղոթքն է եւ ուզում է, որ դա հենց ամենափրկիչն լինի, որտեղ ամենափրկիչը միան կարող է փրկել։ Գուցե նա շատ ուզեց, որ դա շատ առանձնահատուկ լինի, ոչ մեկին չհիշեցնի իր աղոթքը թող լինի այդպես, որտեղ նոր հաշնի եկեղեցին ոչ մեկը չի կարելի շփոթել։ Կառուցելուց հետո կնոջս ասացի, որ անունը դու որոշի։ Եվ ինքը անունը որոշելով ամենափրկիչ, ու այսօր Աստծուն փառք, որը կնոջս մոտ ամեն ինչ նորմալ է։ Արդեն այս եկեղեցու փորձից ելներով իր ճաշակը նախընտրությունները հաշվի առնելով տարբերակ էսքիզային կատարեցի, շատ ոգևորվեց միանգամից, զարմանալի էր ասեմ ինչ, որովհետև այդ թարմությամբ, այդ մոտեցումով նույնիսկ շատ ճարտարապետներ կարող են միանգամից չընկալել։ Նախապես գիտենք, որ Սուրբ Ամենափրկիչ անունն է կրելու, համապատասխանաբար տեղավորել ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի եւ Փրկչի խոշոր հարթաքանդակները։ Շեշտը դրված է ծավալային խաղերի վրա, ավելի նոր մոտեցումների վրա, այնտեղ խոշոր պատուհաններ, վիտրաժներ։ Շատ եմ կառուցել։ Պրակտիկան դա մեծ բան է։ Փորձից եմ ասում։ Գծածը իրականության երբեք չի համապատասխանում։ Կարող է մի բանին երկուսով նայենք, դու ուրիշ բան նկատես, ես ուրիշ բան նկատեմ։ 10 հոգու դու լսիր, իրենց կարծիքները թողում տպավորվեն։ Եվ վերջում էլի քոնն արա, բայց ամեն մեկից կարող ես մի լավ բան վերցնել, ընդհանուր միասնական սարքել, դա լինում է քոնը։ Իսկ եթե կարողանում ես ընդունակություն դու ունես լսելու, որ քու ղացի հետ միավորես, ըլնի ամենաանտիր բան։ Նոր հաճնի եկեղեցին համարում է մեկ այլ առաջընթաց։ Շատ ավելի ուրախալի, որ դա բարերարի հենց ցանկությամբ, որտեղ երբեմն շատ դժվար է բարերարին համոզել այդ թարմությունը բերել։ Կառուցվեց նաև չինաշխարհիկ մի գեղեցիկ եկեղեցի Երևանի Նուբարաշեն համայնքում։ Մենք խոսքով չէ որ հավատում։ Եվ ավետարանն է այդպես ասում։ Քրիստոնյայի մասին գործերով պետք է խոսես։ Երախտիկը, որ հայտնեց հայ եկեղեցին, նա արժանացավ հայ եկեղեցու ամենաբարձրագույն շքանշանին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանը։ Ստացավ։ Եվ ավելին արժանի է։ Նուբարաշենի եկեղեցին կառուցվել էր ժողովրդի ցանկությամբ, խնդրանքով, ոչ թե եկեղեցու կողքի ես եկեղեցի եմ կառուցել, այլ ամբողջ Երևանում եկեղեցի չկա։ Ժողովրդին խոստվեց ասից ես կառուցեմ։ Քանի որ գալիս է ցեղասպանության 100-ամյակը, ամեն մեկ իր մասնակցությունը պետք է ունենա տվյալ գործին, որպես հայ, որպես մարդ։ Ինչ վերաբերում է, ասենք, եթե սովետաշենից կոծակ, ընդեղ ես 0-ից մինչև վերջ, ես որպես աշխարհիկ ընդեղ ինքս եմ արել ամեն ինչը։ 16 տարի է ես իր մոտ աշխատում եմ որպես շինարար եւ ինքը շատ է հասկանում շինարարությունը։ Մեզ ինքն էր բացատրում դաժե ոնց պետք է շինարարությունն արվի։ Շատ բաներ կա, որոնք իր մտահղացումներն են։ Տենց բաներ շատ կար։ Մի անգամ եղավ սովետաշինում, ուրեմն դրսի բարիսպը եկեղեցի հետ մի քիչ թեք էին բերել, պարոն Զարուգյանն եկավ ասաց, եղբայր, այսքան հսկայական բանն արել ենք, այդ ուղիղ դրեք պատը եկեղեցի հետ։ Հիմա ինչքան շահեց։ Սենց կիսատա չի նայում։ Ձերը պետք է քանդեմ, այո, այս պատը պետք է քանդեմ, այսինքն բացեմ էլի։ Բայց մի քանդի թողել մնա։ Կարող ալներնից որ սկսեինք աշխատանքը, գար տեսներ չհավանի ասել չէ, սենց մի արեք, սենց արեք ավելի լավ կլինի։ Եվ հետագայում որ անում ենք, տեսնում ենք որ իսկապես իր ասած ավելի ճիշտ է, քան ինչ որ նախկինում նա եղել է գծագրի վրա։
Մուտքը սեդակիր բան ուներ։ Ենթադրվում էր, որ դա ինչ որ մի բան պետք է լիներ։ Հետո ճարտարապետին ասեցի, «Սես բան կարելի անել, երկու հեշտակ կարող է անել»։ Ասեց, «Լավ, բայց մի հատ պիտի պարոն Ծառուկյանին ցույց տանք, որտեղ չէր նախատեսած»։ Պարոն Ծառուկյանն ասեց, «Մի հատ կնկարեք, կնայեմ, եթե լավ եղավ, կասեմ փորագրեք»։ Հետո որ նկարելու ունեք, այնտեղ մուտքին երկու հեշտակ, իրոք շատ օրիգինալ եղավ։ Այդ եկեղեցու ժամկետները շատ կարճ էին, որովհետև եկեղեցին պետքա բացումը լիներ ապրիլի 24-ին Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ։ Ինչով էր յուրահատուկ, որ առաջինն էր Սրբոց նահատակած եկեղեցիների շարքում, որ կառուցվեց հենց Եղեռնի տարում էլ օծվեց։ Համայնքային շարքային եկեղեցին շատ պահանջված է։ Արդեն կարելի ասել խոշոր տաճարային կառույցները սպառվում են եւ անհրաժեշտություն կա ավելի միջին եւ փոքր չափերի համայնքային եկեղեցիներ ունենալ։ Երկի մեջ ոնց որ ռաբից հասկացողություն կա, չէ՞, նույնն էլ քանդակի մեջ կա։ Այդ սարսափելի է։ Այդ ինչի՞ց է։ Գլխից բարձր գործ չպիտի բռնեն։ Մարդիկ մի քիչ պիտի սովորեն պարոն Ծառուկյանից։ Օրինակ Ծառուկյանը իր կարծիքներ ունի, բայց միշտ լսում է ինքը։ Բնականաբար ճարտարապետության մեջ զարդարվեստում փորձում եմ եկեղեցու անունին համապատասխան մոտիվներ օգտագործել, այնտեղ եթե ուշադրություն դարձնենք զարդարվեստում հիմնականում օգտագործված են վառվող մոմեր հիշեցնող զարդեր եւ լուսաբսակով աղավնիներ, զոհ, անմեղություն, լուսաբսակը որպես սրբացման խորհրդանիշ, այսինքն ամբողջ այդ ճակատի հորինվածքում գերիշխում են մոմերի եւ լուսաբսակով աղավնիների խորհրդանիշները։ Հենց այդ տեսակ զարդարվեստը Նուբարաշենի եկեղեցին դարձրեց յուրահատուկ Աբովյանում եկեղեցի չկար, Նորաճում եկեղեցի չկար, Նուբարաշենում չկար։ Տաուշում սահմանի վրան եկեղեցի չկար, որ էլ ժողովրդի ցանկությունն է խնդրանքն ա եղել։ Նորից ասում մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, հավատացյալ ժողովուրդ ենք։ Հավատքը, աղոթքը, մոն վառելը մարդու մոտ հույս է առաջացնում, սպասելիք, որ անպայման Աստված կտեսնի, կաջակցի, հնարավորություն կտա, փակ դուռը կբացի, չորը կկանաչացնի։ 35 տարի ես եկեղեցին վերակառուցում եմ կառուցում, ես եկել եմ այդ եզրակացության, որ վերից կապը պիտի լինի շնորհը, թույլտվությունը, իշխանությունը, օրհնությունը, այդ ամենը պիտի լինի վերից։ Եթե Աստված չդներ Ծառուկյանի սրտին ա դրել, որ դու պիտի կառուցես, մտքին ա դրել, հոգու մեջ ա դրել, որ դու պետք է եկեղեցիներ կառուցես։ Խոսում եմ իսկությունների, ճշմարտությունների շուրջ եւ ես քավլիցի հաջողանալու խնդիր չունեմ։ Հայաստանում միգուցե կան ավելի մեծ հնարավորությունների տեր մարդիկ, որոնք կամ փորձեր արել են կառուցել եկեղեցի կամ ընդհանրապես չեն անդրադարձել, բայց պարոն Ծառուկյանը 7-րդ եկեղեցին է կառուցել։ Վերջին 2 տարվա ընթացքում Գագիկ Ծառուկյանը շարունակել է եկեղեցաշեն գործունեությունը։ Այս ընթացքում ԲՀԿ նախագահին են դիմել տարբեր համայնքների բնակիչներ։ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ այսօր մեծ թափով վերականգնվում են Կոտայքի մարզի Մաքրավան համայնքի Մաքրավանք եւ Առինջ համայնքի Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցիները։ Կարճ ժամանակ անց այս համայնքների բնակիչները իրենց նորոգված աղոթատեղիները կունենան։ 2018 թվականի հունիսին Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը մարզի բնակիչների անունից խնդրանքով դիմել էր Գագիկ Ծառուկյանին վերականգնելու 10-րդ դարում կառուցված Մաքրավանքը։ Եկեղեցին վթարային լինելու պատճառով 1937 թվականից չէր գործում։ Գագիկ Ծառուկյանը տեղում անձամբ էր ծանոթացել եկեղեցու խնդիրներին եւ խոստացել շատ արագ նորոգել այն ու հանձնել Մաքրավանի բնակիչներին։
Վերականգնման աշխատանքների ընթացքում հողում հայտնաբերվել են 13-րդ դարից պահպանված բացառիկ խաչքարեր, որոնք ուսումնասիրվում են։ Երկար տարիներ շարունակ նախաձեռնել ենք, եկել ենք այստեղ, գիտեք, քանի անգամ գյուղապետը գիտի, բայց որևէ մեկը ի սրտե չկվավ այս գործին, փառք Աստծո, ձեր խնդրանքին անսալով։ Սա իմ համար մեծ պատիվ է, որ նոր եմ ասում, ժողովրդի ցանկությունն է, որ աղոթատեղ լինի եւ սրբազաննադիմը եւ ժողովուրդը, Հրազդանի ժողովուրդը, որը ես հիմա ասում եմ պատրաստակամ են վաղվանից կազմակերպելու, ստեղծելու հնարավորություն տալու, որ սա գործող եկեղեցի լինի, որ մարդիկ կնուն կա, ծանոն կա, հարսանիք կա, աղոթատեղ է, մարդիկ մոնվառեն իրենց աղոթ կանեն գնան։ Վերականգնողական ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում նաև Արինջ համայնքի Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցում։ 1880 թվականին Արինջում կառուցված Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցին ուներ հիմքերի անհավասարաչափ նստվածք, ինչը հանգեցրել էր ճաքերի։ Եկեղեցում կատարվել են ամրացման աշխատանքներ, իրականացվում է գմբեթի ավելացման աշխատանք։ Ամբողջ ընթացքում Գագիկ Ծառուկյանն անձամբ է հետևել աշխատանքներին, ցուցաբերել մեծ աջակցություն։ Երբ որ հավատքով մարդ անցնում է եկեղեցու կողքին, տեսնում է խոնարհված, սույնը քարը ընկած եւ մտածում է վերանորոգել, դա իսկական քրիստոնյա հայի գործ է։ Դա հայրենասեր, եկեղեցասեր հայորդու օրինակ է, կատարյալ օրինակ է, պարոն Ծառուկյանի օրինակ։ Սա եթե նվիրում չէ, ուրիշ ինչպես կարող է ասել։ Առանց հավատի իհարկե ոչ միայն եկեղեցի չի կարելի կառուցել, քարին դնել չի կարելի։ Նա հաճախ ինքն էր ասում, սա ինձ համար շինարարություն չէ, իր առաքելությունն էր, որպես իր բառերով ասեմ, ձեռագիր, մարդու ձեռագիր, մնացածը անցողիկ է։ Նշանավոր, հևավոր խոսքը կա Երևանի եկեղեցի շինողած